Financial Times բրիտանական հեղինակավոր պարբերականը տեղեկություն է տարածել այն մասին, որ Եվրամիությունը հրատապ առևտրային աջակցության փաթեթ է նախապատրաստում Երևանի համար։ Նպատակն է մեղմացնել Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ կիրառված տնտեսական սահմանափակումների հետևանքները։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը, Արտյոմ, ինչի մասն է խոսքը, մանրամասնենք։ Թերթի թղթակիցներին տված հարցազրույցում միաժամանակ 4 եվրոպական պաշտոնյաներ հաստատել են այս տնտեսական սպասվող աջակցության ծրագրի մասին տեղեկությունը։ Խոսքը տնտեսական աջակցության արտոնությունների մասին է, կոնկրետ մաքսատուրքի նվազեցման մասին է, միայն այն ապրանքատեսակների վրա այն կտարածվի, որոնք բախվել են խնդիրների Ռուսաստան արտահանելու դեպքում։ Հիշեցնեմ, դու լավ գիտես, որ Եվրահանձնաժողովը մինչ այդ 50 միլիոն եվրոյի օգնություն է տրամադրել Հայաստանին, որպես հատուցում այդ խնդիրները հաղթահարելու համար, այս անգամ ոչ թե օգնություն մասին է խոսքը, այլ արտոնությունների մասին, որոնք ավելի ցածր մաքսատուրքի շնորհիվ կօգնեն հայ արտադրողներին եւ արտահանողներին եվրոպական շուկա դուրս գալ եւ այդպիսով չկորցնել այն գումարները, որոնք կորում են Ռուսաստանի կողմից կիրառվող այդ քայլերի արդյունքում։ Այդ միջոցառումների արդյունքում հայաստանցի արտահանողները կկարողանան տնտեսել 420 միլիոն եվրո, ավելի քան կես միլիարդ դոլար։ Առայժմ հայտնի չէ, թե արդյոք անժամկետ է լինելու այս որոշումը, թե ինչ-որ մի քանի տարվա համար է նախատեսված լինելու։ Արտյոմ, երբ պետք է սպասել այս որոշմանը։ Պարբերականը պնդում է, որ մոտակա շաբաթների ընթացքում Եվրահանձնաժողովը կներկայացնի որոշման նախագիծը եւ նաեւ տեղեկություն կա այն մասին, որ անցած երկուշաբթի օրը Եվրամիության անդամ պետությունների արտգործնախարարները Լյուքսեմբուրգում կայացած իրենց հանդիպման ժամանակ արդեն քննարկել են այս հարցը եւ սկզբունքորեն դրական դիրքորոշում կա։ Բացի այդ, նաև հենց այս հարցն է քննարկվելու գալիք ամսվա սկզբին Եվրահանձնակատար Մարտա Կոսի Երևան կատարելիք այցի ընթացքում։ Այդ որոշումը ուժ կստանա միայն, եթե քվեարկեն Եվրամիության անդամ պետությունների մեծ մասը եւ Եվրահանձնաժողովը եւ Եվրախորհրդանում նույնպես քվեարկություն պետք է տեղի ունենա։ Քանի որ դա այսպես պրոցեդուրային բավական երկարաժամկետ պրոցես է, կարող եմ ենթադրել, որ աշնան երկրորդ կեսին միայն իրատեսական կլինի այս խնդրին լուծում տալ։ Արտյոմ, արդյոք կարող են այս որոշման կայացմանը կամ իրականացմանը խոչընդոտող ինչ-որ հանգամանքների հայտ գալ։ Այստեղ մի քանի խնդիր կա, նախ հայտնի չէ դեռ, թե որ ապրանքատեսակների վրա կտարածվի այս արտոնությունը, ոնց հասկանում եմ ոչ բոլոր այն ապրանքատեսակները, որոնք Ռուսաստանում խնդիր ունեցան, կօգտվեն այդ մաքսային արտոնություններից։ Financial Times-ը գրում է, որ մեծ մասը, բայց ոչ բոլորը։ Եվ կա վտանգ, եւ կարծում եմ շատ հավանական է, որ այս ցուցակի մեջ ի վերջո չեն մտնի հենց այն ապրանքները, որոնք մեզ համար շատ կարևոր են։ Առաջին հերթին խոսքը կոնյակի մասին է։ Բանն այն է, որ Ֆրանսիան հավանաբար դեմ կարտահայտվի եւ եվրաչինովնիկներից մի քանիսը հաստատել են, որ Փարիզը հակված է դեմ արտահայտվել, հաշվի առնելով, որ սեփական արտադրողները Ելիսեյան պալատի վրա ազդելու լոբինգի լծակներ ունեն եւ որպիսի պաշտպանվի կոնյակ արտադրող ֆրանսիական ընկերությունների շահերը, կոնյակը կամ բրենդին, ինչպես մենք հիմա ենք ասում, այդ ցուցակից դուրս կմնա։ Թեև Երևանը խոստացված ժամկետից շուտ այլևս չի օգտագործում կոնյակ անվանումը, Փարիզը ամեն դեպքում հավանաբար դեմ կլինի, որ բրենդին եւս օգտվի այս մաքսային արտոնություններից։ Երկրորդ խնդիրը կամ վտանգը այն է, որ կարող են հայտնվել երկրներ, որոնք դեմ կքվեարկեն այդ որոշմանը։ Դրա փորձը ունենք, երբ օրինակ Հունգարիան կամ Սլովակիան Ադրբեջանի լոբինգի արդյունքում խոչընդոտել են հայանպաստ որոշումների կայացմանը Եվրամիությունում։
Այս անգամ ավելի մեծ է հավանականությունը, որ ոչ թե քաղաքական, այլ տնտեսական պատճառներով պետությունները դեմ քվեարկեն։ Մասնավորապես հարավ-արևելյան Եվրոպայի ագրարային այնպիսի պետություններ, ինչպիսին են օրինակ Ռումինիան, Բուլղարիան կամ Մակեդոնիան, կարող են վտանգ տեսնել սեփական արտադրողի համար եւ դեմ քվեարկեն։ Նման փորձ եղել է, երբ այդ պետությունները խոչընդոտել են նման հարցերի լուծման ժամանակ։ Բայց լավ լուրը այն է, որ այս հարցերը որոշ կայացվում են ոչ թե կոնսենսուսով, այլ կվալիֆիկացված մեծամասնությունով։ Այսինքն վետոյի իրավունք ոչ մի պետություն չունի, եւ որոշումը կայացված կլինի, եթե անդամ պետությունների առնվազն 55%-ը կողմ քվեարկի։ Կարծում եմ իրատեսական է, որ այդ 55%-ը հավաքվի։ Այսինքն հնարավոր կլինի արգելափակել որոշման կայացումը միայն այն դեպքում, եթե առնվազն 4 պետություն, որի ընդհանուր բնակչությունը ոչ պակաս է, քան Եվրամիության ընդհանուր բնակչության 35%-ը դեմ քվեարկեն։ Եվ եթե անգամ միավորվեն այդ նույն հիշատակած Հունգարիան, Սլովակիան, Ռումինիան, Բուլղարիան եւ Մակեդոնիան, նրանք չեն հավաքի անհրաժեշտ այդ 158 միլիոն բնակչությունը, որը այդ 35%-ն է։ Այսինքն անհրաժեշտ կլինի, որ գոնե մեկ մեծ պետություն, ինչպիսին է Ֆրանսիան կամ Գերմանիան, միանա այդ երկրներին, ինչը կարծում եմ հավանական չէ։ Եվրախորհրդանում պարզ մեծամասնությունը դա որևէ խնդիր չէ, կարծում եմ խնդիր չենք ունենա, բայց երկու լուրջ խնդիր կա։ Առաջինը դա ֆիտոսանիտար կոնտրոլն է, եթե Ռուսաստանի դեպքում դա ընդամենը պատրվակ էր, այլ ոչ թե պատճառ, Եվրամիություն արտահանելու դեպքում մեր ապրանքատեսակներից մի մասը կարող է իսկապես խնդիրներ ունենալ, քանի որ ոչ բոլոր հայկական գյուղատնտեսական ապրանքներն են անթերի այդ իմաստով, իսկ Եվրոպայում շատ ավելի խիստ նորմեր են գործում, քան Ռուսաստանում։ Եվ երկրորդ խնդիրը, որը պետք է նույնպես հաշվի առնենք, դա լոգիստիկան է։ Ռուսաստան արագ փչացող ապրանքներ ավելի հեշտ է արտահանել, քան արևմտյան Եվրոպա, եւ դրա փորձը Հայաստանում հայ արտահանողները Ռուսաստան տեղափոխելու շատ ավելի հարուստ փորձ ունեն, քան արևմտյան Եվրոպա։ Դեռ ժամանակ կա, կարծում եմ այդ մեխանիզմները արդեն մշակում են հայ արտահանողները եւ հույս ունեմ, որ եւ ֆիտոսանիտարական նորմերին ապրանքները համաձայնեցնելու, համապատասխանեցնելու եւ լոգիստիկ խնդիրները լուծելու համար այդ ժամանակը պետք է ճիշտ օգտագործեն։ Շնորհակալություն, Արտեմ։